Սակագների նվազեցման առաջարկ, թե ապագա թանկացման համար նախատեսված խայծ։ Հեցի սեփականատերերի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև հերրակա բանավեճ է սկսվել։ Պատճառը Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի գրառումն է, որում վերջինս հայտնել է, թե հունիսի 6-ին Հեցի անունից դիմել էին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հոսանքի գինը 3.6 միլիարդ դրամի չափով նվազեցնելու առաջարկով, սակայն այն մերժվել է։ Լուրերը ծանոթացել է վերոնշյալ դիմումին։ Ընկերության կողմից բարձրացվել է ոչ թե կոնկրետ սակագների իջեցման հարց, այլ ընկերությունը ընդհանրապես նշել է, որ 6 ամսվա կտրվածքով ունի ձևավորված լրացուցիչ օգուտներ 3.6 միլիարդ դրամ է, առաջարկել է դա նվազեցնել սակագների հաշվարկներից, բայց միևնույն ժամանակ առաջարկ է արել նաև 6 ամսվա կտրվածքով, նախորդ 6 ամսվա կտրվածքով կատարված ներդրումները փոխհատուցել, նույնպես փոխհատուցել սակագներով, այսինքն դա նշանակում է, որ մի կողմից նվազեցվում է տեղի ունենալու, մյուս կողմից ավելացում է տեղի ունենալու, ինչը ենթադրվում է, որ ընկերությունը նպատակ չի ունեցել ըստ էության սակագնի նվազեցման, այլ խնդիրը ընդհանրապես եղել է ծախսային հոդվածների միջև որոշակի վերաբաշխումներ իրականացնելուն։ Բացի այդ, ընկերությունը նույն իր գրությամբ նշել է, որ դա հնարավորություն կտա իրեն ապահովելու վարկային պայմանագրերով ստանձնած ցուցանիշների կատարումը։ Մի գործոնով պայմանավորված 6 ամսվա կտրվածքով գների նվազեցումը հետագայում կարող էր հանգեցնել սակագնի բարձրացման էական ռիսկի, շեշտում է Աշոտ Ուլիխանյանը, հավելելով, որ ամբողջ համակարգի լիարժեք պատկերը տեսանելի է լինում տարվա արդյունքներով։ 3.6 միլիարդ դրամի ազդեցությունը սպառողների սակագների վրա կազմում է շուրջ 0.5 դրամ 1 կիլովատժամի հաշվով, եւ այս նվազեցումը ինքը ըստ էության կարճաժամկետ բնույթ պետք է կրեր, որտեղ 6 ամիս հետո արդեն տարեկան արդյունքներով համակարգի ամբողջ պատկերը ամփոփելու արդյունքում մենք կանգնելու ենք կրկին սակագների բարձրացման խնդրի առջև։ Ընդ որում կախված գործոնային փոփոխություններից այդ բարձրացումը կարող է լինել ավելին, քան այդ պահին կատարված նվազեցումները։ Ընկերությունն առաջարկել էր, որպեսզի հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսի վերանայման գործընթացը, սակայն հանձնաժողովը դա չի արել, քանի որ համակարգի ամբողջական պատկերը չի ունեցել, շեշտում է Աշոտ Ուլիխանյանը։ Համակարգի ամբողջական պատկերը հնարավոր է ունենալ տարեկան արդյունքներով, եւ սովորաբար սակագների վերանայումն էլ իրականացվում է տարեկան արդյունքներով։ Ինչի է դա այդպես, որովհետև մենք արտադրության սպառման կանխատեսվող հաշվեկշիռն ենք ունենում տարեկան կտրվածքով, ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա այդ լիարժեք գնահատականն ենք կարողանում ունել տարեկան կտրվածքով։ Մենք ծանոթացանք նաև հանձնաժողովի պատասխանին, որում նշված է հնարավոր ռիսկերի մասին։ Ավելին, հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր պատասխանում շեշտել է, որ տարեվերջին ամբողջական արդյունքների հիման վրա սակագինը կվերանայեն։ Ընկերությունը ընդհանրապես առաջարկել էր հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովը իր նախաձեռնությամբ սկսի այդ վերանայումը, բայց ինքը նաև եթե իր նպատակը իրականում սակագների նվազեցումն էր, ինքը շատ հանգիստ կարող էր սահմանված կարգի համաձայն հայտ ներկայացնել։ Հեցն իր դիմումում առաջարկել էր իր կողմից կատարվելիք 12 միլիարդ դրամ ներդրումը եւս ներառել սակագների մեջ, շեշտում են հանձնաժողովից։ Արդյունքում, եթե միայն 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ օգուտը կարող էր հանգեցնել հոսանքի սակագնի 0.5 դրամով նվազեցման, ապա առաջարկված 12 միլիարդ դրամ ներդրման արդյունքում միայն այս երկու գործոններով պայմանավորված հոսանքի սակագինը կարող էր նվազել ընդամենը 0.2 դրամով, իսկ ամիսներ անց այն կարող էր հանգեցնել սակագների էական բարձրացման ռիսկերի։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։